Բալթյան երկրների հայոց թեմը նոր առաջնորդ ունի։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը մարտի 25-ին նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ, ազատվելով Մայրաթորի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից։ Վազգեն arczepiskopos-ը սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, ձեռնադրվել նախ Սարգսակ, ապա Կուսակրոն քահանա։ 1996-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ ձեռամբ Գարեգին I ամենայն հայոց կաթողիկոսի։ 2003-ին ձեռնադրվել է եպիսկոպոս Գարեգին II հայոց հայրապետի ձեռամբ նորին սրբությունից էլ ստացել է արքության պատիվ 2023 թվականին։ Վազգեն Սրբազանը եղել է Վազգեն I ամենայն հայոց կաթողիկոսի գավազանակիր, ավելի քան 10 տարի դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այդ տարիներին զբաղվել է նաև Մայրաթորին կից և Արարատյան հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցներով։ Եղել է քրիստոնեական դաստիարակչական և քարոզչական կենտրոնի տնօրեն։ 2002-ին նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ, 2 տարի անց Վիրահայոց թեմի առաջնորդ, որտեղ ծառայել է 7 տարի։ 2019-ից 2025 թվականներին տնօրինել է Մայրաթորի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը։ 2017-ին պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Անդրանիկ Կոզանյան շքանշանով, 2007 թվականից Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է։ Բալթյան երկրների հայոց թեմը ստեղծվել է 2020 թվականին հայրապետական կոնդակով։ Թեմում միավորվել են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ եկեղեցական համայնքները։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։